Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առավոտը եմ Էլեն Միրզոյան։ Պարոն Թաթոյան, վերջերս Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներն այցելեցին Բաքու, դրանից առաջ էլ ադրբեջանցիներն էին եկել Երևան։ Խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատման մասին։ Դա որքանով է իրատեսական համարում Ադրբեջանի այս քաղաքականության պայմաններում, երբ բանտերում են հայ գերիները, արցախցիների նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, նրանք չեն կարողանում վերադառնալու անվտանգ ապրել իրենց հայրենիքում, ադրբեջանական զորքերն օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակական տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այս պայմաններում իրական խաղաղություն հնարավոր է ըստ ձեզ։ Շնորհակալություն, սա շատ կարևոր հարց է։ Իմ դիրքորոշումը ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ հայտնի է։ Ես ընդհանրապես ասեմ, որ այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան եւ հիմա տարածում են ակտիվ ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են։ Ես այդտեղ որևէ պատասխանատվություն, տարբերություն չեմ տեսնում։ Եվ նրանք հիմա Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունն իրագործելով եւ անձամբ Փաշինյանը պատասխանատու լինելով դրա համար ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեր նկատմամբ ել ավելի մեծ վտանգավոր քայլեր ձեռնարկեն։ Իմ դիրքորոշումը սրա հետ կապված հստակ է։ Խաղաղության օրակարգի հետ կապված ակնհայտ է, որ Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այդ օրակարգը։ Չի կարող մի երկրի ղեկավար, որ 3 պատերազմ, 3 պարտություն է բերել, նոր ցեղասպանություն է բերել, խաղաղության օրակարգից խոսել։ Սա հստակ է։ Խաղաղությունը այն է, ինչ իրականում մենք ենք առաջարկում։ Այրակ Ֆարաջյան, իրականում եմ լրատվական։ Պարոն Թաթոյան, դուք ասացիք, որ ձեր հիմնական, թիվ 1 օրակարգային հարցը անվտանգությունն է։ Բանակի մասով ինչ եք պատրաստվում անել, ինչպես գիտեք, պաշտպանական ոլորտում որոշակի ծախսերի հետ կապված փոփոխություններ են արվել ու ինչպես հայտնի նաև Նիկոլ Փաշինյանը հատկապես ասում է, որ օգոստոսի 8-ից հետո նոր իրավիճակ է ստեղծվել եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը խաղարկում է, ասում է, եթե իրենց չընտրեք, այսինքն մեզ չընտրեք, պատերազմ կլինի, վախեցնում է հենց դրանով եւ նաեւ ինչպես եք դուք պատկերացնում կանխել Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացումը, պատերազմը ավելի լավ, քան օրինակ դա կարող է անել քաղաքացիական պայմանագիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սա ամենակարևորագույն հարցերից է։ Նախ հարց առաջին։ Ուրախ եմ, որ հարցրեցիք պաշտպանության բնագավառի կամ անվտանգության բնագավառի հետ կապված։ Ես արդեն ասացի, որ առաջին խնդիրը, առաջին օրվա հարցը լինելու է հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը, Սփյուռքի եւ Հայաստանից մասնագետների ներգրավման, որին տրվելու է հստակ 6 ամիս ժամանակ ներկայացնելու բարեփոխումների ծրագիր։ Դրանից հետո միանգամից նախաձեռնելու ենք այդ բարեփոխումների իրականացումը։ Հիմա կոնկրետ խոսենք, թե ինչպես է։ Մենք հնայի նկատմամբ պաշտպանության բնագավառի եւ անվտանգության համակարգի ծախսերը, բայց առանձնապես պաշտպանության, պետք է միջնաժամկետ մեր ժամանակահատվածում կրկնապատկենք եւ մեր հաշվարկով, մեր համոզմամբ դա լինելու է 8%։ Այսօր ընդամենը 8% եւ դրանից 30-ից 40%-ը մենք տրամադրելու ենք ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերին։ Այսօր ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերը կազմում են պաշտպանության բնագավառի ծախսերի 0. հաջորդ տարվա համար 53%-ը։ 1% էլ չի հասնում, պատկերացնում եք, 1% էլ չի հասնում։ Մենք դա հասցնելու ենք 30-ից 40%, այն դեպքում, երբ մեր հնայի տոկոսի չափը հնայի նկատմամբ լինելու է 8%։ Իսկ դա անգամ ԿՊ-ի ծրագրած բյուջեով կազմելու է տարեկան մոտ $1 միլիարդ։ Մենք սա ինչու եմ ասում, որովհետև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, տեսեք, ինքը մեզ համար չպետք է լինի միայն ինքնաբավության նպատակ, այսինքն որ մենք մեզ պաշտպանենք, դա կարևոր է, բայց դա պետք է լինի նաև մեր տնտեսության գերակա ուղղություն։ Այսինքն մենք պետք է լինենք նաև այդպիսի արտադրանք արտահանող երկիր։ Սա ինչ վերաբերում է անվտանգության կամ պաշտպանության համակարգի բնագավառի ծախսերին։
Մյուս հարցը վերաբերում էր նաև թրիփին, ամերիկյան Տեսեք, այս Ադրբեջանի հետ սրացում տանելու ամենակարճ ճանապարհը այսօր Փաշինյանի քաղաքականությունն է։ Երկիրը շարունակական թուլացման տանելու։ Սա ամենակարճ ճանապարհն է։ Մեր երկիրը պետք է լինի ուժեղ, ինքնաբավ եւ միակ ուժեղ պետությունն է, որ կարող է ապահովել խաղաղություն ու արդարություն։ Պատահական չի, որ մենք ունենք մեզ համար այդ կարևոր արժեքները։ Եվ այսքանն էր ձեր հարցերի հետ կապված, ճիշտ եմ հասկանում։ Շնորհակալություն։